Ուշադիր լսի քեզ ինչ եմ ասում, ինչքան այդ փափուկ եղա, 5 անգամ այդքան ավելի կոշտ կարամ լնեմ, արա քեզ խելոք բայ։ Ուրեմն հարգանք ցուցաբերեք։ Տանասի քիժա։ Գնում գալի կապարշկվում ես տնեցիկից մեկին, հետո հարգանք ես պահանջում, ինչ են քեզ արել։ Որովհետև տեսնում եմ ձեր վերաբերմունքը, ձեզ թվում է որ հարուստ եք, կարակ ուրեմն տրորեք մեզ, մենք էլ կուլ տանք։ Երբեք ես չեմ թողի որ աղբորս նեղացնեք ու զգացմունքների հետ խաղաք։ Դու ինչ գործ ունես աղբորը զգացմունքների հետ ընդհանրապես։ Ինչ ես ասում գործ չունենամ, բայց դուք ամբողջ տնով խառնվում եք իրանց հարաբերություններին ու դժբախտացնում թե Լեոին, թե քրոջդ։ Որովհետև իրանք իրար հետ չեն կարա լնեն։ Ինչի չեն կարա։ Ինչ եք ամբողջ ընտանիքով թաքցնում, ինչա եղել, ես պիտի իմանամ։ Ոչ մի բան չկա իմանալու։ Կա։ Ու դու ինձնից այդ թաքցնում ես, որը իդեպ ճիշտ չի։ Ասեմ իմանաս, որ ամուսիններն իրարից գաղտնիքներ պիտի չունենան։ Լավ մանան արդեն արում ես վերցնում։ Ես զարմանում եմ ին վրա արա ոնց չեմ տվել քեզ այսքան վաղ սպանեմ։ Ուր ես դեռ չեմ վերջացրել։ Ուրեմն լսի քո սկսելն էլ վերջացնեն էլ ոչ մեկի չի հետաքրքրում ես տանը չես ջոգել։ Լուրջ եմ ասում նենց եք անում, որ ինձ էլ ոչ մի բան էլ չհետաքրքրի ես տանը։ Իվան դարա։ Կգնաս մեծ սարաժերով գլուխդ կլևաս որ մեծ խելքի գաս։ Որոշել եք տրորեք, հա, Սարգսյաններին, չի ստացվի։ Պատասխան եք տալու բոլորը ինձ ու իմ ընտանիքին։ Բարև։ Դժվարանում ես բարևել։ Հա, դժվարանում եմ առհասարակ մակունցների հետ շփվել։ Ինա։ Հունան։ Այս տանը միակ մարդը, որ կարա ձեզ դիմավորի, ես եմ։ Մի տանջվեք, տանը չեն։ Լեան երևի իմացել է տարիներ առաջ Հունանի գործած հանցանքի մասին։ Վերջը չկարացաք, հա, գտնեք ձեր ընկերումը։ Չէ, տուն էլ գնացինք, բայց տիկինինան ասաց, որ տանը չի ու չգիտի էլ ուրա գնացել։ Իսկ ինչ ես մտածում, խաբես թե իրոք չգիտի։ Չգիտեմ, դավ չեմ կարող ասեմ։ Նույնիսկ կոպիտ խոսած հետս ու մեր կապն էլ ակնարկեց։ Այսինքն։ Դե իբր հատուկ նպատակներով եմ գնացել հանդիպման, իբր դու ես ինձ ուղարկել։ Դե նենցա ասացի մեզ ճշմարտություն կա, բայց ես իրականում թքած ունեմ, թե իրանք ինչ են մտածում։ Ոչ մի բան չեմ հասկանում։ Այս լրիվ հանելուկների հանելուկն է։ Գիտես ինձ սիրտ ուղակի ցավում է աղբորս համար։ Չեմ ուզում իրանց վիճակում տենամ։ Դավ գիտես, Լեան պիտի լուրջ դրդապատճառ ունենար, որ նման աննորմալ քայլի գնար։ Ու գուցե այդ մեր համար աննորմալություն է, բայց իր համար այդ շատ էլ սովորական է, որովհետև իրոք լուրջ պատճառ է ունեցել այդ քայլին գնալու։ Նարը իր արածը ոչ մի արդարացում չունի։ Շատ անսպասելի ախր արեց այդ ամեն ինչը։ Ոչ մեկը չէինք սպասում։ Լեոնը չէր սպասում, ով կմտածեր որ տենց բան կանի։ Ինչ ուզում ա լինի, արդարացում չկա երածին, չպաշտպանես։ Դավ չգիտեմ ինչ ասեմ։ Նարը, հանկարծ մի օր դու էլ տես բան չանես իմ հետ։ Կարա՞ր ավելի վատ բան ասիր։ Դե ուղղակի ես էլ ես կյանքում ոչ մի բան չեմ բացառում։ Դե լավ կանես բացառես, որ ինձ էլ չնեղացնես։ Լավ կատակ է։ Նենցա որ ես քեզանից տես բան չեմ սպասում։ Ուղղակի աղբորս համար եմ մտածում շատ ներվում իր համար։ Չեմ ուզում ես վիճակում դու։ Ու ես էլ չեմ կարող օգնել։ Բայց ամենավատն է, որ այս ամեն ինչ հետո այդ հունանն է կանած այդ տականքը։ Դե մի օր իմ ձեռով գնամ լուրջ եմ ասում։ Արի, Սարիկա, ստեղից լավ տեղ չկա հաստատ։ Արանգեր հեչ սպորտներին բնորոշ բան չենք անում է, բայց կարելի է այսօր մի քիչ խմել ու թուլանալ։ Ինչքան էլ խմեմ, ինչքան էլ թուլանամ, մեկա չեմ կարում։
Լեայի խոստումները մոռանամ։ Ինքեր ինչքան շուտ մոռանաս, այնքան քո օգուտն է։ Բայց դե մատ հարց կա։ Դու ուզում ես մոռանաս։ Լավ։ Ես բան չեմ խոսում, լսում եմ մենակ։ Ես ինչքան էլ ուզում եմ իր մասին չմտածեմ ու բաց թողնեմ, Սարիկ։ Իմ մոտ չի ստացվում։ Որովհետև ես չեմ հավատում, որ Լեան ինձ չի սիրել։ Այդ ոնց տենց ստացվեց, որ չի սիրել։ Ոնց կարար իր խոստումները սուտ լիներ։ Լավ ինչ շահեր ինքը հետապնդում։ Ինքեր պետք է լրությունս խախտեմ։ Խախտի, եթե ներվերս չես ուտելու խախտի։ Ապա Լեան քեզ այնքան է սիրում, որ քո կյանքից ամենակ վախենում։ Հերն էլ այնպես բան ասել, որ ստիպված քեզնից հրաժարվել է։ Չէ, Սարիկ, դա տենց չի։ Հա, դա։ Աղբերս հիմա դու այդ ամեն ինչը իրան արդարացնելու համար ես ասում։ Բայց դա տենց չի։ Որովհետև Լեան վախեցող տեսակ չի, Սարիկ։ Ու եթե ինքը վախենար, հաստատ շուտվանից մեր հարաբերություններին վերջ էր դրել։ Բայց ինքը այդ չի արել։ Որովհետև ինքը պատրաստ էր մեռներ, մեր սիրո համար։ Չնայած ինչ սեր։ Անկապ ինձ հույսեր եմ էլի տալիս, որ սեր լիներ ես վիճակին չէի հասնի։ Ապա զանգում եմ Վովին։ Զանգի, բայց ասա անպայման հետը խմելու բան բերի։ Արա հենա ունենք էլի։ Սարիկ ջան, միչև Վովը հասնես կդատարկենք։ Լավ է։ Լավ էլ արագ աշխատում եք։ Ձեզ ինչ պետքա միանգամից հասնում եք։ Բացի դուրը։ Մեռած մարդուն է հողի տակից կհանեք, այնքան որ ձեր ուզածին հասնեք։ Լիամ մի բարթացրու, դուրը բաց։ Քեզ ասում եմ չեմ բացելու, գնաս տեղից։ Եթե չես ուզում այստեղ աղմուկ բարձրացնեմ ու ուշադրություն գրավեմ, դուրը բաց արա հենց հիմա։ Ես դուրը կբացեմ, բայց դու ներս չես գա։ Չեմ ուզում գաք, չես հասկանում։ Ոչ ոքի չեմ ուզում տեսնեմ, այդքան բարդ է հարգել իմ կարծիքն ու որոշումը։ Ես քո մայրն եմ, անհանգստանում եմ քեզ համար։ Ինձ համար անհանգստացող մայրը կյանքում չէր թողնի, որ ես այս վիճակին հասնեմ։ Ինձ միայն մեղադրում ես։ Ես ինչ կարող էի անել, որ չեմ արել։ Դու գիտեիր ով է Լեոն։ Դու գիտեիր, որ մեր սերը մեզ փակուղի ա տանում։ Բայց հետաքրքրասեր հանդիսատեսի պես նստել զարգացումներին էիր հետևում։ Հիմա ո՞նց է։ Գոհ ես արդյունքից գոնե։ Համենայն դեպս ոչ ես, ոչ հայրդ սա չէինք ուզում։ Մենք չէինք ուզում քեզ դժբախտ տեսնել։ Բա ո՞րն էր ձեր նպատակը։ Լեոին դժբախտացնելը։ Դու գոնե հասկանում ես ես ոնց եմ վարվել այդ մարդու հետ։ Դու հասկանում ես, որ ինձ աշխարհի ամենատականք մարդն եմ զգում։ Ես գիտեմ հիմա ծանր ապրումների մեջ ես։ Ժամանակի հետ կխաղաղվես, Լեա։ Ժամանակը ինձ չի օգնի։ Էս այդ դեպքը չի։ Մի հեռացրու ինձ քո կյանքից։ Խնդրում եմ, թող կողքիդ լինեմ, որ քեզ օգնեմ։ Գնա այդ օգնությունը տամուստուտ առաջարկի։ Դու միշտ տենց ես, չէ՞ վարվել։ Պապան միշտ առաջին տեղում ա եղել։ Մարդ հասպանել ոչինչ։ Մեկին թալանելա, ձեռքը բռնել ես։ Սեփական երեխեքին դժբախտացրելը նորմալ է։ Դու չգիտես մենք ինչերի միջով ենք անցել։ Ոչ ես գիտեմ ես ինչերի միջով եմ անցնում։ Չգաք ու չխանգարեք ինձ, լսում ես մամա։ Գնացեք ձեր տուն ու ամեն ինչ արեք, որ գոնե մանանի ականջին չհասնի այդ ճշմարտությունը, որ ձեզ բոլորի թերթով ոստիկանության ձեռքը չտա։ Չնայած ինչ իմանամ, կարող հետը լեզու եք գտնում։ Կարող թանկարժեք նվերներով բերանը փակում եք։ Ինձ հիմա միայն դու ես հետաքրքիր։ Ոնց թողնեմ քեզ գնամ, ոնց քեզնից հեռու լինեմ։ Ոնց չիմանամ ինչ վիճակում ես, խիղճդ կկորցնես, հացել չես ուտի օրերով։ Խիղճս գիտես երբ եմ կորցրել։ Երբ որ ամուսինդ իր արյունոտ ճշմարտությունը բացահայտեց։
Իսկ ձեզնից հեռու ես ասած ավելի լավ կզգամ։ Հիմա գնաս տեղից։ Այսի լավ եղանակա։ Գովետին չես է անում։ Էլ խմելու բան չունենք։ Չէ, չունենք։ Ափսոս։ Սարիկ։ Ասում եմ ջրի ջերմաստիճանը պետքա որ այս եղանակին լավ լինի։ Կարող գցվենք լողանանք։ Օրակայինի այս դի։ Ինդեով կմտնենք։ Վերք։ Էլ կծվել բան չկա, արդեն ուշ է, գնացինք, եկեք։ Կանգնացեք հանգիստես կուզազվում է։ Արդեն այնքան եք խմել, որ անհանգստանում եմ ձեր համար։ Ախ, ախպերս, հեսա Սարիկը քեզ մի հատ լավ բան կասի։ Սարիկ։ Մենք շատ հանգիստ ենք դες, որտեղ ուսերս դու ես, դու մեզ պիտի տանես տուն։ Չէ, մի րոպե։ Քեզ կարող է պիտի տուն տանի, բայց ես գնում եմ։ Ու ես գնում եմ։ Ուր։ Ապե ասում եմ գործեր ունեմ, վայ։ Իբր դու գիտես ինչ վիճակում ես ու որտեղ ես, մի հատ էլ ուզում ես տեղ գնաս։ Ախպեր, ես ժամո եմ։ Ո՞նց ժամո ես, ախպեր։ Ախպերը դել այդ գալի։ Մի հատ երկուսդ էլ հանգստացեք։ Դու ընդհանրապես խելոք մնա։ Քեզանից նես նեղացած եմ, որ մեր հետ չխմեցիր։ Լեո ջան, ցավը տանեմ, ես հələ դեղեր եմ խմում։ Եկեք գնացինք, Սարիկի ավտոյով էլ ձեզ տուն կտանեմ։ Ընկեր ինձանից յան տվեք էլի։ Վայ, ես գնում եմ։ Մի հատ հանգստացի, ես վիճակով ուր ես գնում։ Ապե, ինձ հանգիստ թողեք։ Ես գնում եմ։ Դավայցի, Արես գնաց։ Դուք լրիվ փորձանք եք արի։ Հոպ։ Բաջողություն։ Տեղը տասա։ Լեո ախպերս ուր ես։ Իզուր մի կանչ։ Տանը չի։ Ուր է գնացը։ Չգիտեմ։ Զանգել ես։ Չի պատասխանում։ Հիմա էլ պետք է գիշեր ցերեկ ընկնենք Լեո ման գանք, հասկանանք ինչ եղավ ու ինչ արեց, ինչ չարեց։ Շատ դժվար է լինելու Լեոյին ստրեսից անելը։ Շատ խիստ է սիրում։ Պապի ախր մենք գիտենք, չէ՞ որ սենց է լինելու։ Եթե Լեոն ժամանակին իր մեջ ուժ գտներ ու կանգ առներ, թողեր այս հարաբերությունները, հիմա այս վիճակում չէինք լինի։ Լեոն հավատում էր սիրո ուժին։ Ես էլ Լեային էի հավատում։ Մտածում էի, որ հզոր կամքի դեր աղջիկա։ Չգիտեմ ինչ է եղել, բայց այն ինչ որ եղել է, մենակ գիտեն հերու աղջիկը։ Բայց ինչ։ Այն Աստված ուզում եմ հասկանամ այդ ինչ է ասել, որ 5 րոպեում մտքափոխվեց այդ աղջիկը։ Հա։ Գիտես չէ, միջև ման Արայից հետ էլ կապի դուրս չի եկել։ Չգիտեմ, կամ ամաչումը, կամ էլ էս Հունանի ծրագրի մի մասն է։ Բայց իրականում այդ ամեն ինչ չի հետաքրքրում։ Չի էլ հետաքրքրում, թե ինչ է ասել Հունանը։ Հիմա իմ համար կարևորը իմ ախպերն է։ Դավո ջան։ Հիմա պետք է օգնենք Լեոյին, որ այս վիճակից դուրս գա։ Դու էլ ես հա զանգել։ Քեզ էլ է նորությունը հասել։ Այ դու ինձ պետք ես։ Այ քեզ շատ հարցեր ունեմ տալու։ Իմ միամիտ հորքուր։
Երկրորդ բաժակից հետո լարվածությունը տանցավ։ Մնամա հոգնածությունը։ Այս այդ էլ կանցնի մտածի։ Նենց հոգնած տեսք ունես, ոնց որ աշխարհի հոգսերը քեզ տված լինեն։ Իսկ դու ես փնփնթալու տեղը փորձի անցկացնես այդ վիճակը, եթե իհարկե կարաս։ Իմիջիայլոց Գրիշ ջան, ես շատ բան կարամ։ Մեն ասա բախտներս բերել է էլի։ Ամենակարող ընկերուհի եմ ճարել։ Ներողություն, իսկ կինդ չի փորձում քեզ այս իրավիճակից հանել, թե հենց ինքն է քեզ այս իրավիճակի մեջ գցել։ Կարաս կնոջս հանգիստ թողես։ Ահա, փաստորեն դու իրենից ես փախել, իսկ ես քեզ նորից ու նորից հիշեցնում եմ իր մասին։ Շատ վատ ընկեր եմ, շատ։ Լսի կարող է շատ խմար դու։ Իմիջիայլոց Գրիշ ջան, ես կարողանում եմ պատասխանատվություն կրել իմ արարքների համար։ Կարևորը դու քեզ չկորցնես։ Քո պես ընկեր կա հետս էլ ինչի համար անհագստանամ։ Մտածելու բան չկա։ Դե իրականում ոչ մի բան։ Թող մտածողը մտածի, իսկ ես ու դու վայելենք մեր կյանքը։ Այսօր որոշել ես կհասկանաս ինֆորմացիա հավաքես, հա։ Աղջիկ ջան, դու ժամին նայել ես, որ տնից դուրս ես եկել։ Քո ամուսինը տեղյակ է, որ այս ժամին քեզ մենակ տնից դուրս է թողել։ Գրիշը տանը չէր, ես էլ առիթից օգտվեցի եկա։ Թե մակունցները ուղարկել են ռազվետկի։ Կարող է երկու բան էլ թողես ես ասեմ, Դավիթ ջան, գոնե ձևի համար պաշտպանվեմ, որովհետև ասածը իրականությունից դուրս է։ Բաբ ջան, թորանդ ասա թող գնա էլի ներվերը չունեմ։ Լեոն մեզ այս սենց հերիք է։ Ես եկել եմ, որովհետև վստահ էի, որ ինձ եք մեղավոր հանելու, բայց երդվում եմ, ոչ մի բան չեմ պատմել մակունցներին, ոնց ասեմ, որ հավատակ։ Ես մակունց չեմ դարել, Սարգսյան եմ ու առաջինը ձեր մասին եմ մտածում։ Շատ շնորհակալ ենք այդպիսի մեծ պատվի արժանացնելու համար։ Մենք Սարգսյանները ձեզ հոգաչափ շնորհակալ ենք։ Պապի ասա թող ձեր չառնի էլի։ Վայ պապին սակի պրծնի ձեզանից։ Պապին չգիտի, որ պատին գլուխը տա։ Ես շատ արագ հասա իրանց տուն, որ Գրիշը հետևիցս չգար, ինչ իմանայի, որ հունան մակունցն ա գալու Ու ինչ։ Շարունակի։ Դու ոնց որ էպիկենտրոնից ես գալիս, էլի կիմանաս հեր աղջկան ինչ ասե, որ մեր աղբորը տես թողեց ու գնաց։ Այդ տանը իրանց բոլորը տարօրինակ են պահում, զգում եմ, մեջքիս հետևում անընդհատ փսփսում են, ուղղակի չեմ կարողանում հասնեմ ճշմարտությանը։ Այդ գիտես ինչից է։ Որովհետև դու միջև հիմա իրանց համար օտար ես ու տենց էլ մնալու ես։ Թքած ունեմ։ Նենց չի վառվում է իրանց ընտանիքի անդամը լինելու ցանկությունից։ Դե հա, քո ցանկություն ուրիշ բան էր, իրանց փողը։ Դավիթ հերիքա։ Վայ խղճա, ինձ խնդրում եմ։ Պապի անհանգստանում եմ Լեոյի համար, երդվում եմ, տեղս չէի գտնում, դրա համար եկա որ հասկանամ ոնց է։ Մանան ջան, մենք էլ ենք անհանգստանում։ Մեր տեղը չենք գտնում։ Սպասում ենք միջև գա հասկանանք ինչ է եղել։ Եթե ուզում ես, կարաս սպասես։ Եթե չէ, կարաս գնաս։ Կամ սպասի միջև մարդդ կգա հետևիցդ ու կտանի քեզ։ Չես հաշտվում էլի հետս։ Կռիվ ես անընդհատ անում։ Ոնց է դդ կռիվ չանեմ, մանան։ Լավ, ձեռոդիր խղճիդ ասա, ում տուն ես դու հարց գնացել, ինչ մարդիկ են իրանք, գազանների տուն ես գնացել։ Լեո ջան, ինչ ա եղել։ Այդ նույն հարցը ես եմ քեզ ուզում տամ։ Ինչ ա կատարվում հորքուր։ Ո՞վ այն մարդը, որին դու այդքան պաշտում ես, աստվածացնում ես։ Ո՞վ այն մարդը, ում հետ դու ամուսնացած ես։ Լել, արի նստի գնամ սառը ջուր բերեմ, խմի հանգստացի կխոսանք, հա։ Այդ ջուրը ինձ ինչ պիտի անի։ Որ իրականությունը պիտի փոխի հորքուր։ Որ հերս մարդասպանա, թե որ ամուսինը տա ծայրահեղ այլանդակ։ Ոնց կարելի էր ամուսնանալ այն մարդու քրոջ հետ, ով սպանել է իր աղբորը։
Բան չունես ասելու։ Ունեմ։ Դու չպիտի խառնվեիր այս կեղտոտ պատմությանը։ Ճիշտ է։ Պետք է ամբողջ կյանքս ստի մեջ ապրեի։ Դե Լեոյի հետ ամուսնանայի նոր իմանայի հորս հրաշք գործունեության մասին։ Լեա, պապատ միտումնավոր չի սպանել Լեոյի հորը։ Ինչ գիտես հորքուր։ Ընդեղ ես եղել։ Կամ դու չէիր գոռում Լեաս գուշեղի։ Պապատ մարդա սպանա։ Խոսա հորքուր։ Կամ դու ոնց ես կյանքդ այդ Ավոյի հետ կապել։ Լել, ես վերջերս եմ իմացել, որ Ավոյի եղբորը Շարունակի։ Մի ընկճվի։ Ավոյի եղբորը հայրս է սպանել։ այն ժամանակ էր բարկացած եկել է ձեր տուն ու Հունանին մեղադրում է, այդ ժամանակ եմ իմացել։ Հետո խաղաղվեցիր, լռեցիր ու շարունակեցիր հանդուրժել թե եղբորդ, թե ամուսնուդ։ Եղբայրս կյանք ա տվել ինձ համար ու շարունակում ա տալ։ Ուղղակի այդ ժամանակ ես շատ բարկացած էի, լցված էի, բայց դա Ավոյի ազդեցությունն էր։ Չես ճիշտ եմ հասկանում։ Դու հիմա արդարացնում ես պապային։ Ես չեմ արդարացնում, բայց չեմ էլ մեղադրում, որովհետև դրա իրավունքը չունեմ։ Ես չգիտեմ այն ժամանակ ինչ ա եղել, որ Հունան այդ քայլին ա գնացել։ Բա հիմա էլ չես մեղադրում։ Չես մեղադրում իմանալով ոնց վարվեց իմ հետ։ Ոնց ա վարվել Գրիշի կյանքի հետ։ Ու ոնց ա վարվել քո հետ։ Թույլ տալով, որ ամուսնանաս իրա զոհի եղբոր հետ։ Թե այն ժամանակ շահեկան էր հորս քո ամուսնությունը։ Վերջ Լեա, այլ բան չեմ ուզում, ես էլ խնդրում եմ սուս մնա։ Չէ։ Ես մի հատ էլ անպատասխան հարց ունեմ։ Ինձ ինչի Լեոյից հետ չպահեցիր, երբ իմացար ճշմարտությունը։ Որովհետև տեսնում էի ոնց եք սիրում իրար, ոնց անա ես այդ քայլը։ Թե աղբորը տանունը չէիր ուզում սևացնեիր։ Մտածի ավո, շարժի ուղեղդ, թող փայլուն հանճարեղ մտքեր ծնվեն գլխումը ցավդ տանում, որոնցով կկարողանաս Հունանին ոտքերի տակ պարկած տեսնել, պիտի լինի տարբերակ դրան հասնելու, մենակ թե ճիշտ տակտիկա է պետք մտածել, ուզում Հունանին թալանված տեսնել, իսկ ինձ գրպաններս լցված, այս խնդիրը լուծում ունի, բայց առանց շտապելու, մտածելու դեպքում ես կգտնեմ հաստատ։ Ես ինքս։ Արես ոնց եմ պաշտում ինքնուրույն աղջիկներին, նստի։ Կարող все-таки ես քշեմ։ Քշվել ես կյանքս ես թե դու պիտի քշես։ Ох, հիմա ամենաուժեղ։ Ուր էիր։ Իսկ ձեր տղան ուր է։ Ատելով ատում եմ, երբ հարցիս հարցով եմ պատասխանում։ Ես արդեն ստեղ եմ։ Բա Գրիշն ուր է։ Հա, երևի տանն է, չէ։ Գրիշ! Ես որոշել ես փոքրիկ ներկայացում խաղաս գիշերով ինձ համար։ Մինչև դահլիճը լիքը չի լինում, ես բեմ չեմ բարձրանում։ Ուզում եմ հասկանամ Գրիշը ոնց է քեզ պես անդաստիարակի բերել ես տուն։ Որովհետև մի անդաստիարակն էլ ինքն է։ Լսի։ Չհամարցակվեք մյուս անգամ ինձ անդաստիարակ ասել, վիրավորելով իմ ընտանիքին։ Մի հատ նայեք առհասարակ դուք ձեր տղային ոնց եք էլի դաստիարակել, քանի ժամը չկա ու զանգերիս էլ չի պատասխանում։ Ես հաստատ սենց ամուսնության մասին չէի երազում։ Ուրեմն գնալ քո երազած ամուսնությունն ունենայիր։
Ոչ թե լեզուտ ոտքերի տակը գցեիր Գրիշոն հիասթափել ու չուզեր կողքիդ մնալ։ Ես այնքան ես աճը, որ իմ սենյակը սենց ես մտնում արա։ Դու ով ես։ Կամ ինչ ես ներկայացնում քեզնից, այ խլուրդ։ Դա ոնց որ կյանքիդ հետ ես խաղում արա։ Իսկ դու նենց մտածում ես, որ կարաս իմ հետ վարվես նենց ոնց որ սիրտը տա տալիս ունան։ Մտածում ես կարաս մարսես ինձ ես վիճակին հասցնելը։ Քեզ տեղից հավաքելը իմ համար վարկյանի հարց է։ Բայց արդյոք դու այդ վարկյանները ունես ունան։ Դու պարտադիր ուզում ես իմ ձեռով սատկես։ Ես չէ, բայց դու իմ ձեռով կգնաս, եթե ինձ չասես աղջկա տուղեղը ինչով ես լցրել։ Ուա, անկարծ գժի տեղ քեզ չդնես, այդ քեզ չի փրկի։ Ասա տենամ ինչով ես մտափոխել Լեային։ Լեան երբեք քոնը չի լինի, այդ մոռացի։ Իսկ ես թքած ունեմ, որովհետև ինձ էլ պետք չի, որ քո աղջիկը իմը լինի։ Ինձ պետք է ես իմ հնամ ոնց հաջողվեց քեզ ինձ հաղթել իմ սերը, որովհետև քո աղջիկը երևի չի էլ սիրել, ու այդ նորմալ է, որովհետև քո երեխեքը չեն էլ կարա սիրեն, կամ սիրո հետ կապ ունենան, բայց ինձ պետք է ես իմանամ ոնց հաղթեցիր, ուզում ես ավելի բարձր գոռամ, ոնց հաղթեցիր ունան։ Վստահ ես, որ ուզում ես իմանաս։ Եթե չիմանամ, հենց այստեղ նստած, քեզ կսպանեմ ունան։ Մենակ փորձի։ Ինչը փորձեմ։ Հերդ այնքան փորձեց իր ուզածին հասավ։ Ես էլ ինչ փորձեմ։ Գահել եմ ոտերիս տակ կգցեմ քեզ արա։ Հելար ստեղից։ Դու ինձ մի ասա ես ինչ անեմ։ Ես հələ պետք է իմ հարցերի պատասխանը ստանամ։ Հազիվ երեքով հավաքվել ենք, էլ սենց առիթ երբ ենք ունենալու։ Հիմա սկսիլ է։ Նայի պապայի աչքերի մեջ ու ասա, էդ ոնց եղավ, որ սիրող աղջիկը տենց արագ սկսեց չսիրել, չուզեց էլ իմ կողքը լինել, ոնց եղավ Լեա։ Եղավ ինչ պիտի լիներ, չէի զգուշացրել քեզ։ Սուս մնա, թող Լեան խոսա, ասա Լեա,
Խոսա։ Քեզ ընդհանրապես վատ չես զգում, որ ես այս վիճակում եմ։ Սիրտդ ընդհանրապես չի ցավում, որ քո Լեոն տանջվում է, Լեա։ Ասա։ Խոսա հասկանամ, ոնց եղավ տենց, որ մի վարկյանում մտքա փոխվեցիր։ Դու չէիր ասում, որ ես քո ընտրությունն եմ։ Դու ինձ ես ընտրում։ Էդ ոնց տենց հեշտ ամեն ինչ փոխվեց։ Սիրելը տենց հեշտ է։ Գնալ է։ Չէ, ասա հասկանամ։ Լեա ասում եմ, ասա հասկանամ։ Չեմ ուզում։ Դե ուրեմն ես էլ չեմ ուզում քեզ տեսնեմ։ Հասկացար։ Չեմ ուզում կյանքի ոչ մի կետում իրար հանդիպենք, Լեա։ Նույնիսկ ձայնդ չեմ ուզում լսեմ։ Լավ մնա։ Ալո։ Կարամ իմանամ ուր ես։ Չէ, չես կարա։ Հա։ Դեսի դու ինձ ձեռ ես առնում։ Երբ որ նորմալ խոսալ կսովորես, այդ ժամանակը կզանգես։ Դեսի հարց եմ տալիս։ Ուր ես։ Լավ տեղ ինչի համար։ Հեչ, բան չկա։ Մինչև մեր սենյակ հասնելը մի քանի անցակետ անցա, նոր բարեհաջող ժամանեցի։ Լավա պայուսակս չստուգեցին, միջի եղածը մաքսազերծեին։ Ինչ ես խոսում է։ Էն ինչ լսեցիր։ Այդ մամատ կարա ինձ հարցնի ուր էի, ինչ էի անում, ես իրավունք չունեմ, հա քեզ հարցնեմ։ Լսի քանի չեմ եկե հասել, գլուխդ ջարդ հետ օնդ փոխի մանան։ Լսի, ես չեմ ուզում այս տանը մենակ մնամ, ինձ դուր չի գալիս, Գրիշ։ Հա դուրը չի գալի, չի բասայնի կողքը մնա, ինչ ասեմ։ Հա, փաստորեն այսօրվա մեր կռիվները քիչ էին, դու մի հատ վերջնական սպանոցի ես ուզում։ Լավ, խանգարում ես արդեն գործով եմ ուշ եմ գալու։ Բարի աշխատանքային գիշեր, ինչ ասեմ։ Լեա։ Ոչ մի բան մի ասա։ Ինչ էլ ասես սուտ ու ավելորդ է։ Ես ոչ փորձում եմ քեզ հասկանամ, ոչ էլ արդարացնեմ։ Ես այնքան մեծ բան եմ կորցրել, որ ամբողջ կյանքում երևի թե չբուժվեմ։ Գիտես մարդիկ ինչերից են կարողանում բուժվել։ Սրա եղածն ինչ է։ Ինչքան ախիղճ ես։ Չէ։ Ախիղճ չեմ։ Ցավից չեմ կարողանում խոսել։
Իսկ դու ասում ես. Ինչ է։ Մարդիկ սենց բաներից են բուժվել։ Ոնց ես վարվում երախուդ հետ։ Ոնց չես պատկերացնում ներսումս ինչքան մեծ ցավ է։ Որ ոչ մի ֆիզիկական ցավ չի կարող համեմատվի սրա հետ։ Ականջներումս աղմուկ է։ Գլուխս պայթում է։ Երախուդ սերը, հավատը, հույսը աչքիդ առաջ մեռնում է։ Ոնց անխիղճ չես։ Ես քեզ մենակ մի բան եմ խնդրում։ Մոռացի ինձ։ Ու բոլորին փոխանցի, որ մոռանան։ Ու մի բան է։ Լեո ինձից հեռու մնա։ Դու իրանց մանկությունն ես գողացել։ Դու չես տեսել Լեոն ինչ կարոտով ու ցավով է խոսում հոր մասին։ Ընդամենը այդ երկու բանն եմ խնդրում։ Ուրիշ ոչ մի բան քեզնից չեմ ուզում։